Աղոթում ես ամեն օր, խոսում ես Աստծո հետ, բայց պատասխանը չի գալիս, ժամանակը անցնում է, իսկ դու մնում ես նույն հարցով, Տեր, լսում ես ինձ? Այս տեսանյութը հենց այդ հարցի մասին է, երբ աղոթքը մնում է անպատասխան։ Աստված լռում է, բայց երբեք չի լքում։ Մեր զգացմունքները միշտ չէ, որ ճշմարտության չափանիշ են։ Սաղմոս 13-ը սկսվում է. Մինչ երբ Տեր կմոռանաս ինձ ընդմիշտ, բայց ավարտվում է, բայց ես քո ողորմությանը հուսացի։ Նրա լռությունը երբեմն քո հոգու դաստիարակությունն է։ Աղոթքի պատասխանները տարբեր են լինում։ Աստված պատասխաններ ունի՝ այո, ոչ, սպասիր։ Երբեմն ոչը պահում է մեզ վտանգից, երբեմն սպասիրը մեզ կոփում է։ Աղոթքը ոչ միայն խնդրանք է, այլ հարաբերություն։ Մենք աղոթում ենք ոչ միայն խնդրելու, այլ նաև Տիրոջ հետ լինելու համար։ Երբ աղոթքը դադարում է լինել գործիք ու դառնում է նպատակ, սկսում ենք փոխվել ներսից։ Աղոթքը չի մնում անպատասխան։ Աստված երբեք անտարբեր չի լինում քո ձայնի հանդեպ։ Նա լսում է քեզ, նույնիսկ երբ չես լսում նրա ձայնը։ Հավատքը հենվում է նրա ներկայության վրա, ոչ թե քո զգացածի։ Հիշիր, երբեմն ամենախորը հավատքը ծնվում է լռության մեջ։ Եթե այս տեսանյութով Տերը խոսեց քեզ հետ, խնդրում եմ բաժանորդագրվիր ալիքին։